Իսկական տոն է Արմավիրի մարզի Խոյ համայնքի աղավնատան միջնակարգ դպրոցի համար։ Սպասված հյուրեր են եկել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցը բացելու համար։ Արմավիրի մարզի երկու գյուղում ճարտարագիտական աշխատանոցներ բացելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ամիս ու կես առաջ։ Մարզպետ Արգիշտի Մեխակյանը հիշում է, Արմսվիզ բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի նախաձեռնությամբ երկու հանդիպում կայացավ։ Առաջինը բանկում, երկրորդը մարզպետարանում։ Արմսվիզ բանկի, Արմավիրի մարզպետարանի ու առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև ստորագրվեց եռակողմ հուշագիր։ Կարճ ժամանակ անց աշխատանոցներն արդեն պատրաստ են։ Շատ շնորհակալ ենք ձեր անմիջական մասնակցության համար, կարևորելով կրթությունը, նաև առաջավոր տեխնոլոգիաները, որը նաև կառավարության համար այսօր առաջնահերթ ուղղություն է հանդիսանում։ Գևորգ Մաչանյանը Արմաթի մասին իմացել է 9 տարի առաջ։ Առաջին լաբորատորիան ֆինանսավորել է անձամբ սեփական միջոցներով։ Աշխատանոցը բացվել է Էջմիածնում։ Հաջող գաղափարից ոգևորված մի քանի տարի անց արդեն Արմսվիզ բանկի ֆինանսավորմամբ երկրորդ լաբորատորիան բացվել է Վրաստանի Ախալցախա շրջանում, մի քանի հայկական գյուղերի համար։ Այս տարի էլ որոշել են երկու աշխատանոց բացել Արմավիրի մարզի գյուղերում։ Գիտենք բոլորս ինչ մեծ կարևորություն ունի այսօր ինժեներական կրթությունը։ Իմ կարծիքով գյուղական համայնքներում կա լուրջ պոտենցիալ, նաև մեր գործընկերներն էլ դրա մասին ասացին, որ գյուղի երեխաները նույնիսկ շատ ավելի պատրաստակամ են նորություններին սովորելու, նոր բան սովորելու, բացի այդ էլ, որ անձամբ արդեն իմ կարծիքն է, որպես բիզնեսի ոլորտից, ոչ IT ոլորտից, որ երեխաներին նույնիսկ գյուղերում պետք է սովորացնել, որ լինելով գյուղերում կարելի է հասու լինել նաև այլ բիզնեսների, IT ոլորտի բիզնեսներին, ապրելով գյուղում բիզնեսներ անել նաև գյուղից։ Արմաթը այնտեղն է, որտեղ պետք է գաք նախագծեր անեք, տեսնեք ձեր համայնքի խնդիրները, օգնեք ձեր համայնքապետից, դպրոցի տնօրենից մինչև ձեր ուսուցչին ժամանակակից գործիքներով լուծել ձեր առօրյա, ձեր համայնքի խնդիրները։ Գիտեմ, որ այս դպրոցից 100 աշակերտ դիմել է, հուսով եմ այդ ոգևորվածությունը կշարունակվի։ Արմաթ լաբորատորիայի բացման արարողությանը անհամբեր սպասում էր 8-րդ դասարանում սովորող Անին։ Նա առաջիններից մեկն էր, որ նստեց համակարգչի առջև, ասում է, մանկության երազանքն է իրականանում։ Փոքրուց երազել էի ստեղծել խաղեր, որոշեցի գնալ Էջմիածնում սովորեի, բայց որ իմացա, որ այստեղ էլ է բացվում, ես մնացի այստեղ։ Արմսվիզ բանկի ֆինանսավորմամբ հաջորդ Արմաթ ճարտարագիտական աշխատանոցը բացվեց Արաքս համայնքի Մեծամորի միջնակարգ դպրոցում։ Այստեղ նույնպես բոլորն անհամբեր սպասում էին այս միջոցառմանը։ Մեր գյուղի երեխաները ամեն դեպքում, չնայած մոտ են քաղաքին, բայց զրկված են օգտվելու նմանատիպ լաբորատորիաներից եւ հենց գյուղի ներսում ունենալ նման հնարավորություն Արմաթ լաբորատորիայի տեսքով միանշանակ սա մեծ ձեռքբերում է մեր գյուղի համար, մեր աշակերտների համար։ Աշխատանոցների կառուցման հիմնական նպատակը աշակերտներին ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթացնելն է ծրագրավորման, ռոբոտաշինության եւ եռաչափ մոդելավորման ոլորտներում նրանց ներուժի բացահայտումը։ Սա միայն այս դպրոցի երեխաների համար նախատեսված չէ։ Հարևան բնակավայրերի բոլոր գյուղերի, բոլոր դպրոցների համար սա հասանելի միջավայր է, որ պետք է այդ հնարավորությունից օգտվեն։ Արմաթն արդեն աշխատանոցներ ունի հանրապետության 652 դպրոցում։ Մոտ 17000 աշակերտ է սովորել ու շարունակում է սովորել աշխատանոցներում։ Շատերը արդեն տեխնոլոգիական ձեռնարկություններում են աշխատում, ստեղծել են ստարտափ ընկերություններ, կան աշակերտներ, որոնք դպրոցը չավարտած արդեն իրենքից ստացած գիտելիքով արդեն գումարներ են վաստակում։ Երեխաները արագ մեծանում են, եթե այս հնարավորությունները հիմա իրանց չտրվի, եւ աղը ուշ ալնելու։ Իհարկե այլ երեխաներ կգան, բայց պետքա ժամանակը ճիշտ օգտագործել։ Կարծում եմ, որ ինչ որ անենք երեխաների համար դա քիչ է։ Արմսվիզ բանկը սոցիալական պատասխանատվության շրջանակում մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը, տեխնոլոգիական զարգացմանը, սակայն բանկը տարբեր ծրագրեր է ֆինանսավորում նաև մշակույթի ու այլ ոլորտներում։ Մենք այս երկրում ստեղծված կառույց ենք, այս երկրի խնդիրները ինչ որ առումով մեր պարտականությունը չի, բայց մենք հոգեկան, այսպես ասած, բարարվածություն ենք զգում եւ մենք ինքներս մեր խղճի առաջ պարտավորություն ենք զգում, որ մի քիչ էլ մենք անենք։ Մեզ Աստված չի տվել խելք ու շնորհք արվեստի գործեր ստեղծել, բայց առնվազն կարող ենք մեր փոքր լուման
ներդնենք, որ այդ արվեստի գործերը 100 պատշաճի ներկայացվի։ Մի քանի տարի առաջ այս դպրոցներում ժամանակակից տեխնոլոգիաների մասին երազում էին։ Արմաթ ճարտարագիտական աշխատանոցները այս համայնքների աշակերտների համար ոչ միայն կրթական նոր հարթակ են, այլև ապագան փոխելու հնարավորություն։